Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնույն Սրբո ամեն։ Դարձյալ Երուսաղեմ եկան եւ մինչ նա այնտեղ տաճարում շրջում էր, նրա մոտ եկան քահանապետերը, օրենսգետները եւ ծերերը եւ ասացին նրան. «Ինչ իշխանությամբ ես այդ անում եւ ով տվեց քեզ այդ իշխանությունը»։ Տեսեք, սրանից առաջ տեղի էր ունեցել Երուսաղեմի փառավոր մուտքը։ Զաքարիա մարգարեն հստակ ասում է, որ ուրախացիր, ով դուստր Սիոնի, ահա քո փեսան գալիս է ավանակը եւ ավանակի քուրակը հեծած։ Եվ փառավոր տաճար էր մտել։ Փառքով ցույց էր տվել իր մեսիա լինելը։ Փառավոր կերպով մտել էր Երուսաղեմ եւ այնտեղ իր Դավթի սերունդի լինելն էր փաստել եւ որպես մեսիա էր ճանաչվել ամբողջ աշխարհի կողմից։ Սակայն դրանից առաջ 4 օրյա մեռելին էր հարություն տվել։ Հրեաները այս ամենը շատ լավ տեղյակ լինելով, շատ իրական կերպով տեղյակ լինելով, հրեաները շատ մեծ բարկություն են ունենում։ Սակայն այս բարկությանը ավելանում է նաև մի ուրիշ փաստ։ Երբ որ մտնում է Երուսաղեմ, փառավոր կերպով մտնում է նաև տաճար։ Եվ այնտեղից վտարում է լումայափոխներին, աղավնավաճառներին։ Հրեաների այդ օրենսգետների, ծերերի, փարիսեցիների, իրենց այդ ոստիկանական համակարգի իշխանավորների ինչին կպավ, բիզնեսին, ֆինանսին կպավ։ Երբեմն այսօր կարող են ժողովուրդ ջան, այս ամենը խառնել նաև այսօրվա մոմավաճառության հետ։ Որևէ առնչություն չունի մոմավաճառությունը լումայափոխներին վտարման հետ։ Ինչու՞։ Որովհետև ովքեր էին լումայափոխները։ Լումայափոխները դրանք այսօրվա մեր տերմինով ասած չենջերն են։ Այսինքն տաճարում իրենք իրավունք չունեին ծախսելու հեթանոսական դահեկանը, կայսրական դահեկանը։ Տաճարի ներսի համար իրենց հրեական գումարն էին ծախսում, սիկղ էր կոչվում կամ շեքել, այսօր էլ շեքել է կոչվում։ Ուրեմն փոխանակում էին հեթանոսական գումարը այսպես թե այնպես մտնում էր տաճար։ Կարծես թե Աստծուն էին ծաղրում, Քրիստոս լումայափոխներին հանում է դուրս, որովհետև ցանկանում է ասել ծաղրում եք Աստծուն, դուք Աստծու տաճարը առևտրի կենտրոնի եք վերածել, երկրորդը հանում է աղավնավաճառներին։ Ովքեր էին այդ աղավնավաճառները։ Աղավնավաճառները տեսեք, երբ որ 40-օրյա մանուկը իր մոր արգանն էր բացում, տղա երեխան պետք է բերվեր եւ տիրոջը ընծայաբերվեր։ Դրա փոխարեն տալիս էին մի զույգ տատրակ կամ աղավնու 2 ձակ, եթե աղքատ էին, եթե հարուստ էին, ոչխար, գառ, արջար, տարբեր կենդանիներ, ինչը որ իրենք էին ուզում։ Այսինքն այդ աղավնավաճառները կամ գառները եւ այլն, տաճարի համար էր նախատեսված։ Ինչ էին անում։ Վերցնում էին տաճարին հասանելիքը վերցնում էին, վերավաճառում էին։ Իսկ երբ որ խառնում են այսօր մեր մոմի հետ եւ մեր շատ հավատացյալներ փորձում են ընկալել դա, ես անտրամաբանական եմ համարում։ Ինչու՞։ Որովհետեւ մեր մոմի վաճառքը կատարելապես գնում է կոմունալ բոլոր խնդիրների վրա։ Լույս, գազ, ջուր, բոլոր կոմունալների վրա է գնում։
Այսինքն որևէ մեկի գրպանը չի մտնում։ Այն կեղծ թեզերը, որ կան, որ ասում են իբրև թե բիզնես են անում եւ այլն, դրանք որևէ առնչություն չունեն իրականության հետ, որովհետեւ դրանով է, որ կարողանում է առաջնորդարանը ամբողջ թեմի լույսը, գազը, ջուրը, կոմունալները վճարել։ Դրա համար ժողովուրդ ջան, տաճար բերվեց մոմեր, մոմակալներ, մոմ կտրելու մկրատներ։ Եվ 118-րդ Սաղմոսի 105-րդ համարում ասում է. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար եւ լուսավորում է իմ շավիղները»։ Սակայն իրականության մեջ եբրայական բնագրում ամենևին էլ ճրագ չէ, այլ մոմ է։ Քո խոսքը մոմ է իմ ոտքերի համար եւ լուսավորում է իմ շավիղները։ Այսինքն մենք մոմ գնելով մի շատ կարևոր բան ենք փաստում։ Այն այրի կնոջ նման ենք լինում, որ տարավ եւ իր երկու լուման գցեց գանձանակի մեջ, կարծես թե Աստծուն ասելով. «Տեր, դու այս տաճարը տվեցիր, որպեսզի իմ հոգու համար խնամք ունենա, ես էլ քո տվածը այսպես եմ վերադարձնում քեզ, որովհետեւ մի կերպ կա Աստծուն վերադարձնելու, Աստծու համար մի բան անելու, եւ դա իր տաճարն է, իր եկեղեցին է, իր հարցն է։ Եթե Աստված եկեղեցու միջոցով խնամք ունեցավ մեր հոգիների հանդեպ, մեր անձերի հանդեպ, ուրեմն մենք էլ պետք է այդ խնամքը ունենանք նաև եկեղեցու հանդեպ։ Այսինքն մեկ մոմ առնելով կարծես թե մենք Աստծուն մի շատ կարևոր բան ենք ասում։ Տեր Աստված, այս 1 կիլովատ լույսը քեզ եմ տալիս։ Ես եմ ուզում վճարել։ Եկեղեցու փոխարեն ես եմ ուզում վճարել։ Որովհետև դու խնամք ունեցար, եւ ես էլ այդ խնամքը քեզ եմ վերադարձնում։ Ինչպես ողորմություն անելով, օգնելով իմ սուրբ տաճարին, որովհետև կրկին ասում եմ, որևէ մեկի գրպանը չի գնում։ Եվ ահա հրյաները այս ամենը լսելով, այս ամենը տեսնելով գալիս են եւ հարցնում են. «Ինչ իշխանությամբ ես անում»։ Այսինքն ով քեզ տվեց այդ իշխանությունը։ Որովհետև իրենք շատ լավ գիտեին, որ այն ամենը, ինչը որ ինքն անում է, Տերն անում է, դա հին ուխտով նախատեսված էր, որ պետք է արվեր Մեսիայի կողմից։ Այսինքն Մեսիան պիտի գար այն ամենը աներ, ինչ որ Հիսուսն էր անում։ Այսինքն փաստվում է, որ Հիսուսն է Քրիստոսը, Հիսուսն է Աստծու որդին, Հիսուսն է Աստծո առաքված խոսքը, Հիսուսն է Մեսիան։ Եվ ահա գալիս է եւ հարց են տալիս. «Ինչ իշխանությամբ ես անում, ով քեզ տվեց այդ իշխանությունը»։ Քրիստոս այստեղ երկու տարբերակ ուներ, որ պետք է պատասխաներ։ Ես ինքս եմ անում եւ Հայրն ինձ ուղարկեց։ Սակայն երբ որ ինքը պատասխաներ ես եմ անում կամ Հայրն ինձ ուղարկեց, դրանով փաստելու էր, որ ինքն է թագավորը։ Չնայած դրանից առաջ 1000 անգամ փաստել էր։ Բայց երբ որ փաստեր այդ որակի փաստեր, որ ինքն է թագավորը, երկու տարբերակ էր մնալու փարիսեցիների, օրենսգետների, ծերերի, այդ իրենց ամբողջ զինվորական համակարգի առջև մի հարց էր ծառանալու, երկու հարց էր ծառանալու։ Առաջինը, եթե ընդունեին, որ Հիսուսն է Քրիստոս, պետք է ասեն. գնա եւ մեզ ազատիր հռոմեական լծից։ Այսինքն ռազմաքաղաքական հեղաշրջում արա եւ դու մեր թագավորը կլինես։ Ամբողջ աշխարհին հարկատու կդարձնես, ամբողջ աշխարհը կդառնան մեզ հարկատու, մենք առոք փառոք կապրենք, որովհետեւ մինչ այսօր այդպես են մտածում հрьяաները, որ իրենց Մեսիան պետք է գա, ամբողջ աշխարհին պետք է կոտորի, մնացածին էլ ում որ պետք է թողնի, հрьяաների համար հարկատու պետք է լինեն։ Երկրորդ տարբերակը, երբ որ ասել ես եմ Մեսիան, ես ինքս ինձանով եմ անում կամ Հայր Աստծով եմ անում, որովհետև ես նրա որդին եմ, պետք է պատրեին իրենց պատմուճանը, այդ դերասանությունն անեին, կրկին Քրիստոսին պետք է տանեին խաչելության։ Բայց դեռ ժամանակը չէր հասել,
Ուրեմն մեր Տերը պատասխան է տալիս իրենց հարցին։ Ինչ եք կարծում։ Հովհաննեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից։ Ուրեմն Հովհաննեսի մկրտությունը, սիրելի հավատացյալներ, դա մովսիսական այն ծեսներ, այն արարողություններ, որով որ հեթանոսները դառնում էին հրյա, այսինքն ընդունում էին մովսիսական կրոնը, ընդունում էին մի աստվածությունը, որ պետք է գար Մեսիան, Մեսիայի սպասումներ ընդունում։ Եվ շատ ազգեր կան, որ օրինակ ընդունել են։ Երրորդ դարում օրինակ մեզանից հյուսիսում ապրող ազգեր երրորդ դարում ընդունել են մովսիսականություն։ Այդ նույն օրինակով շատ-շատերը Աստվածաշունչն է ասում է հրեությունից հրեության դարձածներ, այսինքն որոնք որ հեթանոս են եղել եւ հրեություն են ընդունել, այսինքն այդ մկրտության ծեսով պետք է անցնեին։ Հիմա բայց հрьяաներն էին գալիս մկրտության, փաստում էին, որ իրենց կրոնը արդեն նեղել է եւ իրենք կարիք ունեին մկրտության։ Եվ ահա գալիս են մկրտության։ Փարիսեցիները չեն ընդունում, որովհետև կանգնած էին եւ հետևում էին։ Եթե ընդունեին, ուրեմն որդի Աստծուն կընդունեին, Քրիստոսին կընդունեին, ինչպես կընդունեին, որտեվ հոր ձայնը կլսեին, կհնազանդվեին, ահա սա է իմ որդին, որ ունի իմ ամբողջ բարեհաճությունը, ես նրան հավանեցի։ Այսինքն իրենք արդեն լսել էին, որ Հովհաննեսը մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին ասել էր, ահա գառն Աստծո, որ վերցնում է աշխարհի մեղքը։ Ինձանից հետո կգա մեկը, որի կոշիկներն արձակելու անգամ իշխանություն չունեմ։ Ես ձեզ մկրտում եմ ջրով, այսինքն ընդհանրեն ապաշխարության համար, բայց գալիս է մեկը, որ ձեզ կմկրտի Սուրբ Հոգով եւ հրով, այսինքն վերստին ծննդյան համար, հոգևոր ծննդյան համար։ Եթե եւ հрьяաները սկսում են իրար մեջ քչփչալ, իրար մեջ սկսում են մտածել։ Եթե ասենք մարդկանցից, չէ՞ որ մարդիկ նրան մարգարե էին ընդունում։ Ինչու, որտեվ գալիս էին, մկրտվում էին։ Գալիս էին, մկրտվում են, այսինքն դրանով արդեն իսկ փաստում էին Հովհաննեսի մարգարե լինելը։ Անապատում կանչողի ձայնն է, ասում է Եսային։ Հարթեցեք նրա ճանապարհները։ Դրանով արդեն խոստովանելու են, որ Հովհաննեսը մարգարե է։ Իրենք էին փաստում, բայց եթե որևէ մեկը նրան ասեր մարգարե չէ, ինչ է ասում, Ղուկասի ավետարանը շատ գեղեցիկ կերպով է նկարագրում, ասում է կքարկոծեին, շատ սուր է ասում։ Այսինքն կսպանեին, վախենում էին։ Բայց եթե ասենք Աստծուց, ինչու չընդունեցիք, որովհետև եթե ընդունեն, որ Հովհաննեսն է մկրտիչ մարգարեն, այդ մարգարեի խոսքը չընդունեցին։ Մարգարեն ում մասին վկայեց, Հիսուս Քրիստոսի։ Այսինքն յուրաքանչյուր պարագայում նրանք փակուղի հայտնվեցին։ Եվ ինչ պատասխանեցին, չգիտենք։ Տեսեք, իրենց վախը, իրենց չարությունը նկարագրեցին որպես տգիտություն։ Այս վախն է, սիրելի հավատացյալներ, որ մեզ հեռացնում է Աստծուց։ Վախեցան եւ չընդունեցին Աստծուն։ Վախն է, որ մեզ ամեն ինչից, Աստծու ամեն բարիքից զրկում է։ Գիտեք, այս վերջերս 3 քահանաներ են դուրս եկել եւ Facebook-ում հայտարարություններ են անում եւ այնտեղ 3-ի մոտ էլ նկատվում է մի բան, որ իրենք միշտ վախեցել են, բայց չեն արտահայտվել։
Ես քահանա բառը եւ վախենալ բառը չեմ կարողանում համեմատել նույնականացնել, զուգահեռներ չեմ կարողանում տանել, որտեղ Պողոս Առաքյալը երկրորդ Տիմոթեոսի 1:6-7 համարներում շատ գեղեցիկ կերպով է այդ ամենը նկարագրում։ Ասում է. «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վեր արծարծես Աստծու շնորհը, որ տվի քեզ ին ձեռքը դնելով քեզ վրա»։ Տիմոթեոսին ասում է, որ վեր արծարծես Աստծու այն շնորհները, որ քեզ տվեցի ձեռնադրության, որովհետև բոլոր քահանաները ձեռնադրության շնորհն ունեն։ Տեսեք, այստեղ ինչ է ասում առաքյալը, որովհետև Աստված մեզ երկչոտության ոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Որովհետև եթե դու պետք է վախենաս, եթե դու պետք է սարսափես, վախենաս, որ կարգալույց կլինես, էլ ինչու մնացիր քահանա։ Չէ՞ որ դու արդեն վախեցել ես, որովհետև դու դրանով փաստում ես, որ Աստված քեզ զորության, սիրո, զգաստության ոգին չի տվել, այլ դու ձեռնադրվել ես եւ դու Սուրբ Հոգու ամբողջ շնորհները մի կողմ ես թողել։ Տեսեք, թե վախը ինչ է անում, իսկ մեր Տերն ինչ է ասում. մի վախեցեք, ես հաղթեցի աշխարհին։ Եսայի մարգարեության 41:10 համարում հենց սրա մասին է ասում է. մի վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի խաբվիր, քանզի ես քո Աստվածն եմ, ես, որ զորացրի քեզ, օգնեցի քեզ եւ պահպանեցի քեզ իմ արդարաչով։ Մի վախեցի, որովհետև ես զորացրի քեզ, զորության հոգին տվեցի, ինչպես Պողոսն է ասում, որտեղ ձեռնադրության շնորհով զորության հոգի է քահանան ստանում։ Վախի ոգի չի կարող ստանալ, երկչոտության ոգի չի կարող ստանալ, պարտության ոգի չի կարող ստանալ։ Եվ մեկ ուրիշ ասում է, ես իմ քահանական կերպի մեջ չեմ։ Ինչ է, ով է մեղավոր։ Նախկիններն են մեղավոր, մյուս քահանաներն են մեղավոր, որ դու քո քահանական կերպի մեջ չես։ Իսկ միգուցե աղոթք անեիր եւ քահանական կերպի մեջ լիներ, սիրելի Տեր հայր։ Երեքն էլ։ Աստծու խոսքը միթե ձեզ չհասավ։ Քահանաներ ասում են, որ Աստծուն հաճելի պատարակներ են մատուցում։ Ինչը ինձ տվեց վախկոտության հոգին, եթե ես վախկոտության հոգի ունեմ, ես ինչպես կարող եմ հաշտության պաշտոնը կատարել։ Չէ՞ որ դրա համար քաջություն է պետք։ Մեղքերը տեսնելու, երբեմն նաև հանդիմանելու։ Այսօրվա առաքելական թուղթն էր հենց դրա մասին ասում, խստությամբ ինձ տրված իշխանությամբ։ Այո, երբեմն պետք է նաև խստությամբ վարվենք, որովհետև Աստծուց այդ իշխանությունը ստացանք, երբեմն քաղցրությամբ, երբեմն մեղմով։ Եթե ես պետք է վախենամ, ուրեմն ես քահանա չեմ։ Ուրեմն Աստված իմ մեջ զորություն չի տվել։ Աստված իմ մեջ զգաստության ոգին չի տվել։ Աստված իմ մեջ սիրո ոգին չի տվել։ Որտև առաքյալն ասում է, ում մեջ վախ կա, երկյուղ կա, նա սեր չունի։ Որտև սերը հեռու է վանում, սերը Աստծու պատվիրանը չի գործում։ Վախը Աստծու պատվիրանը չի գործում։ Եթե մենք սեր ունենք, ուրեմն Աստծու պատվիրանի մեջ ենք։ Եթե Աստծու սերն ունենք, ուրեմն Աստծու պատվիրանի մեջ ենք։ Եթե վախն ունենք, ուրեմն Աստծու պատվիրանից դուրս ենք։ Եվ ասում են, թե վախեցել ենք, որովհետև կարգալույց կանեն։ Ավելի լավ չէր կարգալույց լինեիր, քան Սուրբ Հոգու շնորհները
ոտնահարեիր, անարգեիր։ Եվ ինչ է, մարդկանցից վախեցար, Աստծուց չվախեցար, որ պատարագչի հանդերձանքով Ալիևի անունն ես տալի։ Ինչը որ անթույլատրելի է պատարագչի հանդերձանքով Ալիևի անունը տալը։ Մարդկանցից վախեցար, որ քեզ կարգալուց կանեն, բայց Սուրբ Հոգուց չսարսափեցիր, որ զգաստությունը, զորությունը, սերը քո մեջ չբնակվեց։ Դու վախեցար մարդկանցից, որ քեզ կարգալուց կանեն, բայց չվախեցար հենց նույն կանոնադրությունից, որ ուրիշ թեմի առաջնորդի մասին դու ոչ օրտնյալ բերանդ ես բացում։ Դա կանոնական սխալ է, կանոնական սխալ է։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, պետք է շատ զգույշ լինենք, շատ զգույշ պետք է լինենք։ Շատ նուրբ կերպով պետք է այս հարցին անդրադառնանք։ Չի կարելի այդպես լինել։ Չի կարելի Աստվածաշունչից դուրս Աստվածաշունչ քարոզել։ Եվ սուտ վկայություններ է տալիս, սուտ մատնություն է անում, թե իբրև թե ստիպել են առաջնորդները, որ քահանաները գնան ցույցերի եւ այլն, անկեղծ եմ ասում, մեր առաջնորդը երբեք մեզ չի ստիպել, երբեք, ճիշտ հակառակը մենք ենք ցանկացել։ Անձամբ ես շատ եմ ցանկացել շատ ցույցերի գնալ, որտեղ որ իմ ազգն է, այնտեղ էլ ես պետք է լինեմ, իմ արդար ձայնը պետք է լսվի։ Ինչ չեն կարող լռեցնել։ Ես եթե գիտեմ, որ ահա այդ մարդկանց ընթացքը չարի ընթացքն է, նեռի ընթացքն է, Սուրբ եկեղեցուն հայոյության ընթացքն է, ուրեմն չեն կարողանալու ինձ լռեցնել։ Ինչով ինձ պետք է լռեցնեն։ Մահով, Քրիստոսն է ինձ կյանքը։ Կեղծ լուրեր տարածելով, Քրիստոսն է ինձ արդարացնողը։ Պատիժներ տալով, Քրիստոսն է իմ հանգստությունը։ Ինձ վիրավորելով, Քրիստոսն է իմ օրհնությունը։ Բայց Աստծու բարկությունն իջնելու է նրանց վրա, ովքեր իրենց զենքը պարզեցին եկեղեցու դեմ, իրենց կեղտոտ բերաները բացեցին Սուրբ եկեղեցու հասցեին ասելով չուլան եւ այլն, իրենց հոգին է չուլանը, այնտեղ Աստված չկա, սատանան է իր ամբողջ դժոխքով, ուրեմն բայց եկեղեցին միշտ կանգուն է, եկեղեցին չի պարտվելու, եկեղեցին հաղթելու է, որովհետև եկեղեցին Քրիստոս ունի, եկեղեցին սերն ունի, եկեղեցին հաղթությունն ունի։ Ինչու սա հիշեցի, որովհետև հենց այստեղ վախից դրդված այդ մարդիկ Քրիստոսին չընդունեցին, որտեղ վախը տանում է դեպի բաժանում։ Վախեցար Քրիստոսի մասնակցությունը չունես, Քրիստոսից մաս եւ բաժին չունես, Աստծուց մաս եւ բաժին չունես։ Դրա համար Աստված մեզ ինչ ասաց, քաջալերվեցեք, որովհետև ես հաղթեցի աշխարհին։ Այդ քաջության ոգին տվեց, որովհետև մենք հաղթանակած Տիրոջ, հաղթանակած զինվորներն ենք։ Մեզ չեն կարող հաղթել, մեզ չեն կարող լռեցնել, որովհետև եթե
ինձ փորձեն լռեցնել, Սուրբ Հոգին ավելի հզորին կհանի։ Եթե ինձ դատապարտեն, Սուրբ Հոգին մյուսներին է ավելի հզորացնելու եւ իրենք են դատապարտվելու իրենց ամբողջ ոհմակով։ Այմա կարող եք ձեր հարցերը տալ։ Հարմեն ջան։ Հա, տղես։ Բայց Պենտեկոստի ժամանակին այդ աշակերտները վախեցած։ Որովհետև երբ որ Սուրբ Հոգին դեռ չէին ստացել, դեռ չէին այդ ձայնը լսեցին, ինչև Սուրբ Հոգուն ստանալը իհարկե այդ ամենը լինում է, բայց հենց Սուրբ Հոգին ստացան, տեսակ ինչեր եղան, որ խաչելության ժամանակ Քրիստոսի հետ չէին, վախեցել էին, փախել էին, Պետրոսը ուրացավ վախից, դարձավ ամբողջ հռոմեական կայսրության հեղափոխողը դարձավ։ Երկու առաքյալ, Պողոս եւ Պետրոս առաքյալները ամբողջ մի հռոմեական պետությանը, կայսրությանը հաղթեցին։ Երկու առաքյալ։ Երկուստ էլ մինչև Սուրբ Հոգին ստանցողը Պետրոսը ուրացավ, Պողոսը հալածի չէր։ Բայց Սուրբ Հոգին ստանալուց հետո քաջության ոգի ստացան, անպարտելի ոգի ստացան, քարոզչի ոգին ստացան, սիրո ոգին ստացան, զգաստության ոգին ստացան, եւ ոչ թե պարտության հոգին, ոչ թե երկչոտության հոգին։ Թե գիտես, մի օր կարող է ինձ կարգալուց անեն։ Քանան ավելավ է կարգալուց լինի, քանց թե վախենա, քանց թե դավաճանի։ Հա տղես։ Կներեք մի հարց տանել, երբ Հիսուս դատավորի առաջ կանգնած էր, դատավորը ասում է դու թագավոր ես, Հիսուս ասում է դու ասացի, այսինքն Հիսուս կարիք չուներ ապացուցելու, որ ինքը թագավոր է, որ ինքը Աստծո որդին է, որ տիեզերքի թագավորն է, տիրակալն է, իր անձը, իր գործերը ապացուցում էին նրա թագավոր լինելը։ Պիղատոսը քաղաքական հարց է տալիս, Քրիստոս հոգևոր է պատասխանում, Պիղատոս հասկանում է, որ հոգևոր պատասխանեց։ Հարցեր։ Հա, եթե դա պիտի, եթե առաջնորդը պետք է որոշի, այսինքն յուրաքանչյուր թեմի առաջնորդը կարգապահական կգնա իրանց գործերը կամ չի գնա, դա արդեն առաջնորդներն են որոշում։ Ամեն դեպքում Չեմ կարծում։ Հա, մի 2-3 հոգի դուրս կգան, բայց մնացածը հիմնականում 90%-ից ավելին մայրաթորի խոնար հավատարիմ զավակներն են։ Հիմնականում մայրաթորի խոնար զավակներն են։ Մենք ների հետ չենք համագործակցում։ Հա։ Դա առհասարակ տեսեք, մեր Տերը 2 անգամ քաղցեց, 1 անգամ ծառավեց, 1 անգամ քաղցեց փորձության լեռան վրա, փորձության ժամանակ սատանան ինչ տվեց, քար տվեց։ Այսինքն երբեմն, երբ որ մենք չապաշխարող սիրտ ենք ունենում, երբ որ Աստված մեզանից ապաշխարություն է խնդրում, մենք իրեն քար սիրտ ենք տալիս, չենք ապաշխարում։ Երկրորդ անգամ եկավ եւ պտուղ փնտրեց, այդ փարթամությունը տեսավ, բայց պտուղը չտեսավ, այսինքն ձևապաշտական կանոններով իբրև թե այսպես, Աստվածաշչով այդպես եւ իրենց ներկայացնում են որպես աղոթող եւ այլն, բայց ընդհանրապես տերև են, չկշտացնող։
Եվ երրորդը արդեն խաչի վրա ջուր ուզեց վերջին անգամ կրկին մեզանից փորձում է ապաշխարություն ստանալ, բայց մենք նրան լեղի ենք տալի, չապաշխարություն ենք տալի, Աստծուն կրկին ու կրկին դառնացնում ենք։ Դրա համար Աստված ինչ է ասում, երբ որ ես քաղցեցի փորձության ժամանակ, դու պետք է հաց տաս։ Այսինքն մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակես։ Երբ որ ես սովածացա, դու այդ կեղծավորության փոխարեն, կեղծիքի փոխարեն ինձ պետք է ինչ տաս, պտուղ տաս, գործեր տաս, գործերն արտահայտող պտուղ տաս։ Եվ երրորդը, երբ որ ես վերջին պահին կրկին քեզանից ապաշխարություն եմ պահանջում, խնդրում, դու պետք է այդ ջուրը տաս, քաղցրությունը տաս, որպես ապաշխարանք։ Դրա համար միշտ Աստծու ուզածը տվեք։ Հա։ Տեսեք, Եվայի մեղ գործելը որն էր, ինչպես նաև այսօր շատ կանայք շատ մեծ մեղքի մեջ են գտնվում համեստություն չանելով, հնազանդություն չանելով, երբ որ Եվան տեսավ սատանային, տեսավ որ խաբում է, ինքը երկխոսության մեջ չպետք է բռնկվեր օձի հետ, այլ պետք է կանչեր իր ամուսնուն, խոնարհություն պետք է ունենար։ Չէ։ Եվ երկրորդը, տեսեք, պետք է կանչեր, այսինքն դուք երբ որ մի խնդրի մեջ եք ընկնում, ձեր ամուսիններին, ձեր տղամարդկանց, այսինքն դա կլինի ամուսին, դա կլինի հայր, դա կլինի եղբայր, պետք է իրենք շատ ժամանակ ձեր հարցերը իրենք պետք է լուծեն, այսինքն պետք է դուք իրենց ասեք, տեսեք խնդրի մեջ եմ հայտնվել։ Տեսեք, սրա լավագույն պատասխանը ով է տալիս, մեր Տերն է տալիս, Հովանու ավետանի 4-րդ գլխում, բա Սամարացի կնոջ պատմությունը, ասում է կգնա քո ամուսնուն կանչիր, ասում ամուսին չունեմ, ասում է ճիշտ ես ասում, 5 հոգու հետ ոնց որ ամուսնացել ես, բայց ոչ մեկ քո ամուսինը չէ։ Ինչ եմ ուզում ասել, որ երբ որ կինը մի մեծ խնդրի առջև է կանգնում, ինքը պետք է այդ հնազանդությունն ունենա տղամարդու հանդեպ։ Հեսատեստեմ իմ ամուսինն ինչ է ասում, իմ ամուսինը եւ այլն։ Բայց այսօրվա աշխարհը ինչպես է դաստիարակում մարդկանց, առավել եւս աղջիկ երեխաներին, հետո ասում են ինչի իմ երեխան երջանիկ չի։ Որովհետեւ դու դաստիարակել ես կեղծ ֆեմինիստական արժեքներով կեղծ։ Երբեք, այսինքն հիմա շատ-շատերը կասեն, ուրեմն լավ է, որ տղամարդիկ իրենց կնոջը ծեծում են։ Դա աշխարհի ամենավատ բանն է։ Դա ֆեմինիզմի հետ որևէ առնչություն չունի։ Միշտադարում Մխիթար Գոշ իր դատաստանագրքում հստակ ասում է, եթե մի տղամարդ իր կնոջը ծեծի, կինը կարող է դիմել դատարան եւ նյութական փոխհատուցում պահանջել։ Միշտադարում, երբ որ Էրզրում քաղաքում տղամարդը ծեծում էր իր կնոջը, ամբողջ քաղաքի տղամարդկանցով այդ ծեծող տղամարդուն խայտարակ էին անում հրապարակում, որովհետև տղամարդը չպետք է ծեծեր, չպետք է հայհոյի։ Դրա մասին չեմ ասում, բայց երբ որ ինքը մի հատ մեծ խնդիր է ունենում, հոգևոր մեծ խնդիր է ունենում, ինքը կանգնած է երկընտրյանքի առջև, ինքը պետք է ասի իմ ամուսին։ Ինչպես դուրս գանք այս խնդրից։ Այդ ամուսնական այդ հնազանդությունը պետք է ունենա։ Եվ ինչպես են դաստիարակում, ճիշտ հակառակը, եթե չլինի կբաժանվես, 3-ից կբաժանվես, 4-ից կբաժանվես, 10-ից կբաժանվես, այդպես չի կառուցվում ընտանիքը։ Սերը այդպես չի կառուցվում։ Ճիշտ հակառակը, սերը ինքնազոհողություն է։ Ինքնազոհողություն է։ Երբեմն ինձ ասում են, թե սերը մենք չենք կարող բացատրել։ Ես մեկ բառով կբացատրեմ ինքնազոհողություն, որտեղ Աստված հենց այդպես իր սերը ցույց տվեց։ Ինքն իր անձը մատնեց, դատապարտեց մեղքը մարմնի մեջ։
եւ մեզ բարձրացրեց, երբ որ աջ կողմը նստեցրեց։ Իսկ կլինի որ տղային հարցնես։ Թեկուս, այսինքն կարող մարդա իր ամուսինը մահացել է տունու տեղից հեռու, Աստված մի արածց է, տղա ունի, եղբայր ունի, հայր ունի, այսինքն այն իր սյուները, իր հիմնասյուները, իր քահանայից հարցնի, ինչու ոչ։ Բայց հոգևոր պատերազմի մեջ կինը չի կարող միայնակ պայքարել։ Հենց Ադամն ու Եվայի պատմությունը մեզ բոլորիս համար դաս պետք է լինի։ Եվ դա անում են հիմնականում վատ դաստիարակությամբ ծնողները, որ դու ես քո կյանքի տերը, այսպես, եւ զրկում են այդ երիտասարդներին երջանիկ լինելուց։ Կրկին ասում եմ, ես եմ լսի, ասում եմ, դե որ չստացվեց, կբաժանվես մեկ ուրիշ հետ կամուստանաս։ Հա, ինչ կա որ։ 10 չլինի, 20 կլինի, 30 կլինի, այդպես չի լինում, երջանկությունը այդպես չի լինում։ Երջանկությունը այդպես չի լինում։ Դա յուրաքանչյուր մեկի համար կատաստրոֆիկ է։ Դրա համար այնտեղ աղոթական վիճակ կա, ինքնազոհողություն կա, աղոթք կա։ Այդ ամենը հաղթահարվում է աղոթքով։ Եվ տեսնում եք, որ ընդամենը մի քանի ամիս հետո, տարի հետո, 2 տարի հետո այդ զուգը երջանիկ է, որ պատրաստվում էր բաժանվեր, գալիս է քահանայի հետ խոսում է։ Շատ կարճ շրջան հետո տեսնում եք ինչքան երջանիկ ապրում են։ Որովհետև խոնարհություն ունեցան, որովհետև հնազանդություն ունեցան, խոնարհության ոգի ունեցան։ Я верю в вечную любовь, как у Бога и богини Марии, իրանց սիրո օրինակը ինձ օրինակ է ծառայում, որ կա вечная любовь։ Ես հավատում եմ հավերժ սիրո։ Էլի հարցեր։ Այսօր կարելի է։ Հա։ Մեկ էլ լսեց ինֆորմացիա շատ զարմացած բնական, որ բաներ ընտրել է Անգլիայի թերի առաջնորդ որպետի։ Հա, մի կին էին ընտրել։ Մենք չենք կարող նման պնդումներ անել, որևէ կարծիք չեմ կարող արտահայտել, իրավունք չունեմ։ Ամեն դեպքում իրենց պարագայում դա արդեն իրենք են այս քանի 100 տարվա մեջ անգլիական եկեղեցին, պրոտեստանտ եկեղեցին կին է ընդունում, կին է իր գլխավոր արքեպիսկոպոսը իրենց մոտ, եթե չեմ սխալվում, այդպես է կին է լինելու, դա իրենց խնդիրն է, մի քիչ չեմ ուզում խառնվել։ Ամբողջ խնդիրը հենց դա է, որ մենք թույլ չենք տալու։ Չէ, դրա համար եմ ասում, ես չեմ կարող որևէ մի քննարկում, կարիք էլ չկա այստեղ անգլիական եկեղեցու, այստեղ չեմ կարող էլի, իրավունք չունեմ անգլիական եկեղեցու մասին ինչ-որ քննարկումներ անել։ Շատ լավ, ժողովուրդ ջան, շնորհը, խաղաղությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի, այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։